Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանը, որը մոտ 2.5 տարի է, ինչ գտնվում է ադրբեջանական բանտում, հերթական հեռախոսազրույցն է ունեցել ընտանիքի հետ։ Դատավճռից հետո կայացած այս զրույցի ընթացքում Վարդանյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում են իրեն եւ իր հարազատներին։ Նա նշել է, որ ստանում է բազմաթիվ նամակներ, անգամ անծանոթ մարդկանցից, ինչն իրեն մեծ էներգիա է փոխանցում։ Բանտարկության մեջ գտնվող մեր հայրենակիցը կիսվել է նաեւ իր ներքին ազատությունը պահպանելու բանաձևով, ընթերցելով 14-րդ դարի հայտնի փիլիսոփա-բանաստեղծ Իմադ ադ-Դին Նասիմիի տողերը, որոնցում կատարել է սեփական փոփոխությունը։ Վարդանյանը շեշտել է, որ չնայած ֆիզիկական սահմանափակումներին, մարդու ոգին եւ միտքը կարող են տիեզերական մասշտաբներ ընդգրկել։ Դիմելով հայրենակիցներին, նա հորդորել է ապրել պարզ, սիրել շռայլորեն եւ անվախ քայլել սեփական ճանապարհով, մնացած ամեն ինչ թողնելով Աստծուն։ Ապրեք պարզ, սիրեք շռայլ, հոգ տարեք ի սրտե, խոսեք սրտանց, անընդհատ սովորեք, ճանաչեք ինքներդ ձեզ, հավատացեք առանց կասկածի, մի վախեցեք մահից, ներեք ու մի դատեք, ու անվախ քայլեք ձեր ճանապարհով։ Սա կարճ տարբերակն է։ Ես այստեղ մի հետաքրքիր հոբելյան նշեցի։ Այստեղ եմ արդեն 21,000 ժամ եւ հետաքրքիր զգացողություն է 75 միլիոն ակնթարթ։ Երբ ապրում ես այս մասշտաբով, հանկարծ հասկանում ես, թե որքան տարբեր է զգացվում ամեն ինչը, ամեն պահը։ Բոլորից սիրում եմ, երախտապարտ եմ եւ ուրախ եմ, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ մտքերով ու զգացմունքներով։